Նիկոլ Փաշինյանին հերթական անգամ չհաջողվեց մայրաթոռից հեռացնել վեհափառ Հայրապետին։ Ամենայն հայոց կաթողիկոսի աջակիցները նույնիսկ եկեղեցուն մոտ չթողեցին իշխանության աջակիցներին։ Ձախողած փորձերի արանքում Փաշինյանն այժմ էլ պնդում է, ինքը չի ուղղորդում կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսին, բայց աջակցում է նրան։ Ուղիղ 23 օր պահանջվեց Փաշինյանից հասնելու Սերժ Սարգսյանի հրաժարականին։ Վեհափառ Հայրապետի հրաժարականին հասնելու համար 7 տարին էլ բավարար չեղավ։ Այսպես, 2018 թվական, Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժում։ Իշխանությունները չգնացին Սուրբ Ծննդյան պատարագին։ Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը հանրային հեռուստաընկերությունը չհեռարձակեց։ 2025 թվականի մայիս Նիկոլ Փաշինյանն օգտագործեց չուլանացված եզրույթը։ Հունիսի 2-ին անցավ անձնական դաշտ, մեկնարկեց քեռակին օպերացիան։ Հունիսի 9-ը Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց համախմբվել վեհարանն ազատելու եւ նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Մայրաթոռում փաշինյանական եպիսկոպոսները հանդիպեցին դիմադրության ալիքի։ Փաշինյանը ձախողեց։ Թե ինչու վեհափառ Հայրապետին հեռացնելը չի ստացվում Փաշինյանի մոտ, դատեք ինքներդ։ Կամ վեհափառ Հայրապետի կամքն է անկոտրուն, կամ Փաշինյանը կորցրել է լեգիտիմությունը։ Իսկ գուցե երկու տարբերակն էլ ճիշտ է։